Լավ էներգիա կա տաղավարում, սիրելի հեռուստադիտողներ, լավ բույր նաև, այո, չմոռանաք այսօր տղամարդկանց օրն է, Անուշը հրաշալի առաջարկ ունի հիմա բոլոր այն տղամարդկանց համար, ովքեր սառնարանի դուռը հիմա բացել են ու չեն կողմնորոշում, թե ինչ կարելի է համտեսել եւ ուտել։ Ու պարզապես նայում են այսպես բոլոր մթերքներին։ Իսկ ինձ թվաց ուզում ես ասել Անուշը հիանալի առաջարկ ունի բոլոր այն կանանց համար, որոնք ուզում են անակնկալ մատուցել իրենց սիրելի տղամարդկանց։ Դե տեսեք, թե ինչ առաջարկ ունի Անուշը։ Անուշ, բարի լույս։ Բարի լույս, սիրելի գործընկերներ, բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր ինձ թվում է սնկի սիրահարների համար շատ հետաքրքիր բաղադրատոմս ենք մտածել։ Մենք մարինացնելու ենք սունկը, շամպինյոն սունկը։ Եվ շատ հետաքրքիր ձևով վստահ եմ, որ մեր հեռուստադիտողները կօգտագործեն այս բաղադրատոմսը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է շամպինյոն սունկ, սոխ, կանաչ, կարմիր, սխտոր, կիտրոն, պղպեղ եւ համեմ կամ սամիտ կարող եք օգտագործել ու այստեղ ունենք նաեւ մեր կարևորագույն թանձրուկի համար նախատեսված տարբեր բաղադրիչներ, դա ընթացքում կասեմ։ Շատ լավ, բայց մենք սունկը եփելու ենք Անուշ։ Մանե, մենք երեք խոսեցինք, որ դու սունկը սիրում ես ընդհանրապես բոլոր բանջարեղենը սիրում ես միայն թարմ վիճակում, ավելի շատ թարմ վիճակում, այո, եւ որոշեցի այս անգամ չխաշել, չեփել, չտապակել, ուղղակի այսպես հում վիճակում մենք կմարինացնենք հենց քեզ համար։ Շնորհակալ եմ, անչափ, իսկ կարող եմ մեկին գողանալ քո ափսեից։ Իհարկե, իսկ դու կուտես։ Ոչ։ Շատ լավ, ավելի լավ։ Բոլորը կմնան ինձ։ Ես կհամտեսեմ իհարկե, երբ արդեն կլինի պատրաստ նախուտեստը, որ առաջարկում է մեզ որ մեկին տանեմ, այս մեկին։ Անուշ գիտեիր, դու նախ ես քեզ ուզում էի շնորհակալություն հայտնել շատ հետաքրքիր տեսանյութի համար, որ մենք հաղորդավարներով փորձում էինք անկեղծանալ եւ դու հատուկ ես երևի ընտրել այն արագությունը, որը վերաբերում են հարցերին ու պատասխաններին։ Այո։ Չենք հասնում մտածելու փիլիսոփայել, միանգամից անկեղծ պատասխանում էինք։ Հենց դա էր ամենահետաքրքիրը, որ մտքիդ եկած հենց առաջին պահին միանգամից ճիշտ պատասխանները միշտ հնչում են այդ առաջին վայրկյանին։ Ընդհանրապես հարցազրույցների ժամանակ, երբ ասում են նախապես հարցերը կասեք, ասում եմ ոչ, որովհետև դուք չեք կմտածեք, ուրիշ բան կլինի, էմոցիան կկորի։ Դրա համար անհրաժեշտ է հենց սկզբից հարցնում ես միանգամից մարդ այդ պահին ինչ մտածում է, պատասխանում է եւ միշտ անկեղծ է լինում։ Հրաշալի է, իսկապես մանե, լավ ես։ Համտեսում ես հում սունկը։ Այո, ես շատ եմ սիրում հում սունկը։ Մենք ուղղակի երկու մասի ենք բաժանում, որ փոքրիկ սնկեր լինեն, կարող են ուղղակի առանց կտրելու։ Բայց մեծերը մի քանի մասի նույնիսկ կարող են 4 մասի բաժանել։ Իսկ այս բաղադրատոմսը կրկին քո մտքի թռիչքն է, թե էլի հանդիպել ես ինչ-որ։ Ոչ, ես տեսել եմ, դա համացանցում տեսա, անկեղծ ասած շատ դուր եկավ։ Իրականում շատ բան ենք տեսնում, բայց բոլորը չէ, որ քո քիմքին հարմար է լինում, իսկ այս բաղադրատոմսը ինձ դուր եկավ։ Մենք մի անգամ էլ էինք ցույց տվել մեր հեռուստադիտողներին, թե ինչպես են մարինացնում սունկը, բայց մի քիչ այլ տարբերակով, կանաչ բազիլիկով մենք մարինացրեցինք եւ էլի շատ համեղ էր։ Այս տարբերակը վստահ եմ, որ էլի դուր կգա շատերին։ Հիմա ձմռան շրջանում ընդհանրապես սունկ շատ են մարինացնում եւ շատ են օգտագործում։ Կարծում եմ կկիրառեն նաեւ այս տեսակ։ Առավոտյան երբ գալիս է այստեղ սունկը որ տեսա, միանգամից հիշեցին հետաքրքիր նորության մասին, որ վերջերս տեղեկացա, աշխարհի ամենամեծ օրգանիզմը արի պես որ համարվում է սունկը, այո, շատերը պատասխանել էին կետի մասին, որ կշռում է մի քանի տոննա իր ծավալով, քաշով, չափսերով։ Եթե չեմ սխալվում, կադրեր կային, չէ՞, այդ սնկից, որը մի քանի հեկտար տարածք է զբաղեցնում։ Իրականում փոքրիկ առաջին հայացքից փոքրիկ թվացող սնկեր են, ծառերի արմատների մոտ գտնվող, բայց իրականում հենց այդ հողի տակ մեծ մի արմատ է, որը մեկը մյուսին կապում է անգամ մետրերի հեռավորության վրա եւ այդ ողջ արմատային համակարգն էլ, որ համարվում է աշխարհի ամենամեծ օրգանիզմը։ Իրականում սնկերը շատ են, պետք է բնականաբար հետևել, որ սունկը ինչ խնդիրներ կարող է առաջացնել եւ ուտել միայն այն սունկերը, որոնք ուտելի են, ձեռք բերել խանութներից, որպեսզի որևէ խնդիր չառաջանա եւ իհարկե
է փորձել այնպես մարինացնել եւ եփել, որ հետագայում որևէ խնդիրների չբախվեք։ Անուշ այ հետաքրքիր է շատ էս լինում մարզերում, վստահաբար գուցե որոշ հմտություններ ձեռք ես բերել սնկերի հետ կապված կամ գուցե ոչ, բայց կարողանում ես օրինակ անզեն աչքով տարբերակել այս սունկը ուտելի է թե ոչ կամ կան ինչ-որ հետաքրքիր։ Անկեղծ ասած ոչ, ինչու, որովհետև մենք երբ նկարահանումների ենք գնում, արդեն պատրաստ, անտառից քաղված, բերված եւ գյուղի ժողովուրդը միանգամից արդեն ընտրությունն արել է իր եւ բերում է արդեն ուտելի սունկը։ Բայց մենք տավուշում, լոռիում, կախասնկով, այն անտառի սնկով շատ բուրավետ, հետաքրքիր տարբեր բաղադրատոմսեր ենք պատրաստել։ Իդեպ քանի խոսում ենք սնկերի մասին, շատերը կփաստեն, որ ժամանակին այսքան տարածված չէր մեր մոտ սունկը եւ սնկի պատրաստումը եւս ու պետք է հայտնենք շնորհակալություն այն բոլոր գյուղատնտեսներին, որոնք սկսեցին խելացի արտադրություն, մասնավորապես սնկերի եւ շատ յուրահատուկ տարբերակներով են նաեւ սունկ աճեցնում։ Ես գիտեմ պարկերով տարբերակը, երբ պարկերի մեջ են աճեցնում սնկերը, հատուկ մեխանիզմ է սա ու փոքր տարածքում իրականում կարելի է բավականին մեծ սնկի արտադրություն ունենալ։ Այո, եւ իհարկե նաեւ շնորհակալություն խոհարարներին, որ կարող են ռեստորաններում շատ համեղ հետաքրքիր բաղադրատոմսեր առաջարկել եւ պահանջարկը ավելի է մեծանում։ Իդեպ ասացիք խոհարարներին, ես հիշեցի վերջերս իմ համտեսած ամենահամեղ բուրգերներից մեկը։ Պետք է գտնել այդ բաղադրատոմսը եւ խնդրել նաեւ քեզ, որ պատրաստես մեր եթերում։ Մեծ սիրով։ Սունկը որևէ կապ ուներ։ Սնկային սոուսներ։ Այո, ես նույնպես փորձել եմ ու հենց դրա համար էլ ուզում էի քեզ հարցնել։ Այո։ Սնկային սոուսեր, տավարի մսով պատրաստված կոտլետով, այդ բուրգերը եւ տնական բուրգերի համեր գալիս ու շատ համեղ էր։ Ես կփորձեմ ամեն դեպքում քեզ համար անուշ գտնել բաղադրատոմսը։ Լրացնեմ, գուցե համընկնում է թե ոչ, բայց ես փորձել եմ ժուլիենի սոուսով, իսկ ժուլիենի կարևոր բաղադրիչը սունկն է, չէ՞։ Այո, այո։ Եվ համեղ էր իսկապես, գնացեք գտեք ու փորձեք, չեք փոշմանից Հայկ, դու երեք այստեղ չէիր ու չտեսար, թե մեր շեֆ խոհարար Արտուրը ինչ պատրաստեց։ Եթե անկեղծ հետևել եմ, տեսել եմ, բայց իսկապես ներկա չեմ եղել, այո։ Ափսոսացել ես, որ դու այստեղ չես, չէ՞։ Անուշ իսկ աղցանը այս մարինացված սունկը կարող է լինել լավագույն տարբերակներից մեկը ամանորյա սեղանին, ի վերջո մոտենում է ամանորը բան չմնաց։ Այո, անպայման։ Ես դա եի ուզում ասել, որ վստահ եմ նույնիսկ տոնական օրերին կօգտագործեն այս բաղադրատոմսը, որովհետև նաև գունեղ է ու շատ համեղ ու տարբերվող։ Մենք միշտ փորձում ենք, չէ՞, մեր հյուրերին ավելի տարբերվող, որովհետև հետաքրքիր, մի քիչ զարմացնող ուտեստներ հրամցնել եւ կարծում եմ սա շատ հարմար տարբերակ է։ Ամենակարևորը հյուրասիրել թարմ վիճակում, իսկ սա րոպեների ընթացքում կարողանում ենք պատրաստել եւ այո, հրամցնել մեր հյուրերին։ Ուղղակի պետք է նախապես անել, որպեսզի լավ մարինացվի։ Այո։ Եթե նախապես չենք գտնում այդ պահին գոնե թարմ սունկ, կարող ենք մարինացված սնկով պատրաստել այս նույն աղցանը։ Մարինացված, ինձ թվում է այդքան շատ նույն համը չենք ստանա, ինչ թարմ վիճակում, որովհետև այնտեղ արդեն տարբեր այլ համեմունքներ կլինեն, բայց եթե չեն ուզում թարմ, կարող են խաշված վիճակում ուղղակի, այո։ Խաշել։ Ես Անուշի հայացքից հենց նոր զգացի, որ նա մտածում է ինչ կարելի է անել, որ եթե անգամ մարինացված սունկն է մեր ձեռքի տակ, ինչ բաղադրիչ փոխել։ Փոխել, այո, որ լինի հետաքրքիր։ Ես համն էի ուզում պատկերացնեի, բայց ինձ թվում է այդպես չէր ստացվի։ Հետաքրքիր էր, բայց մեր խոհարարներին կհարցուտում հումսունկ։ Ես կփորձեմ, ես կուտեմ անպայման։ Դու այստեղ մի անգամ համոզեցիր եւ ես չէ, Լուսինեն էր իմ հրաշալի գործընկերուհի, Լուսինեն ինձ համոզեց եւ ես այստեղ փորձեցի հում Դդմիկ։ Դդմիկ, այո, ապրես։ Այո, թե դու ես, չէ։ Չէ, ես չէի, որովհետեւ հետո ինձ պատմել եք, թե որքան համեղ էր մարինացված դդմիկը։ Ես այդ դդմիկն եմ ուտում։ Ես ամեն ինչ ուտում եմ։ Ապրես։ Որ կարտոֆելն ուտում է, հաստատ դդմիկն ուտի։ Եվ ուր հասանք։ Մենք ավելացրել ենք այստեղ կարմիր պղպեղը, համեմը, սոխը, մեծ կտրտել եմ, որպեսզի ովքեր որ ցանկանան ուղակի համեմված, մարինացված սունկը ուտել, կարող են բոլոր բաղադրիչները ուղակի մի կողմ տանել եւ ուտել։ Հիմա կտրտենք սխտորը։ Ամենահաճելին այն է, որ միևնույն է, վերջում այս ամենը մենք հարստացնում ենք կիտրոնի հյութով։ Այո։
Այո, անպայման։ Եվ այս դեպքում դե հիմա ասել ենք արդեն, հասել ենք թանձրուկին, Կարևոր բաղադրիչներին։ Այո, թանձրուկը կպատրաստենք ուրեմն մանանեխով, մեղրով, սոյայի սոուսով եւ կիտրոնով։ Օ, շատ համեղ թանձրուկ է դա։ Պատկերացնում եք, չէ, արդեն որ նույնիսկ կանաչին եւ մնացածը ոչ մի բան չտեղավորեինք այստեղ, այս թանձրուկով արդեն համեղ կլիներ։ Իսկ ում եմ անեն այդպես պատրաստելու է։ Իրականում ես ուզում եի մեկ այլ ալարկոտ բաղադրատոմս առաջարկել։ Եթե որոշել եք հումսունկով ինչ-որ աղցան պատրաստել, կարող եք պարզապես հումսունկը ավելացնել սև պղպեղ, ցանկալի է հատիկավոր պղպեղը մի լավ ճզմել եւ դա ավելացնել, որովհետեւ բույրը ավելի հագեցնող է լինում, եւ վրան ավելացնել ռեհան։ Եթե կա թարմը, ավելի լավ, եթե ոչ չորացված տարբերակով։ Այո։ Գիտես ինչ համեղ աղցան է ստացվում, ընդամենը 3 բաղադրիչ։ Ընդամենը։ Ես նաև վստահ եմ, որ հաճելի միջավայր է ստեղծում կրակի շուրջ, երբ խորովում ենք սունկը։ Հեշտ հանգիստ, առանց ավելորդ ջանք ու եռանդի, օրինակ մսի հետ կապված փորձում ենք շատ ճիշտ տանջին պտտել, որպեսզի չվարվի, շատ չչորանա միսը, լինի հյութեղ, ճիշտ աստիճանի եփվածության, բայց սունկը դնում ենք եւ պարզապես կրակի կողքին։ Բայց սունկը կարելի է նաև ջեռոց տեղափոխել կարակով, պանիրով։ Ուղղակի պանիր ես ուզում ասել, ուղղակի պանիր դնել։ Սարեր, ձորեր բնություն, Մենք գալիս ենք տուն։ Ես խոհանոց, տուն, բնակարան, տաքուկ։ Դե իրականում կրակի վրա էլ կարելի է այդ տարբերակը անել, եթե այն ցանցերից կա համապատասխան, իսկ սունկը մեծ է։ Այո։ Այդպես էլ համեղ կլինի։ Քամեցինք կիտրոնի հյութը։ Հիմա կավելացնենք կիտրոնի հյութ, սոյայի սոուս։ Դիտեսա գույները իսկապես շատ տրամադրող են ու կարծես եւ արդեն խոր աշնանն է համահունչ եւ ձմռանը, բայց միևնույն ժամանակ նաեւ աշունը ավելանում է հենց հիմա թանձրուկին։ Այո։ Մեղր եւ դիժոնյան մանանեխ, որը որ քաղցր է, կարող ենք պես առատ ավելացնել։ Մեզ մնում է մի լավ խառնել, ավելացնել ու մատուցել։ Իդեպ Անուշ, օրեր առաջ ես աղցան պատրաստելիս փորձեցի նաև հատիկավոր մանանեխի տարբերակը, որը եւս շատ համեղ ստացվեց։ Հենց հատիկավոր մանանեխ կարելի է մի քիչ ավելի շատ այստեղ տեղավորել։ Ավարտում ենք մի քանի րոպե ընդամենը մեզ պետք եղավ, որպեսզի ստանանք այս արդյունքը սիրելի ուստատիտողներ, համեղ, գրավիչ, օգտակար ամենակարևորը, հատկապես մարզիկների համար պետք է նշեմ, որ ցանկացած տարբերակով իհարկե սունկը շատ օգտակար է, չէ՞, եթե չեմ սխալվում, որոշակի պրոտեինի քանակություն էլ այն պարունակում, ինչը մկանային զանգվածի համար շատ օգտակար է, այնպես որ այո, պետք է ուտել թեկուզ տարբեր ձևերով, թեկուզ սնկապուր նույնիսկ վայել է։ Այո, կարելի է այս տաք օրերին, բայց հիմա այո, իհարկե, մի ամենակարևոր պահին է հասել։ Շատ լավ, մենք կսպասենք այդ օրը։ Այո, թանձրուկը ավելացնենք։ Լավ խառնենք։ Այո։ Գիտեսակ ես ամեն հետ պատկերացրեցի նաև չորահաց, այսպես խրթխրթան։ Այո։ Կարելի էր, բայց դուք հիմա բույրը չգիտեմ հասավ այդտեղ թե չէ, ես զգում եմ ու անմահական համ է ստանալու սունկը, ես վստահ եմ։ Բույրը տարածված ամբողջ տաղավարում մենք հիմա երևի կառաջարկենք, որպեսզի այս ամենը հաջորդվի երաժշտական տրամադրության, որովհետև մեզ մի քանի րոպե պետք է, հարկավոր է, որպեսզի գնանք շատ ավելի մոտիկից այրո շնչել բույրը, մանենք համտեսի ես նույնպես, ու սավար կտանք ամենաբարձր գնահատական ապրես Անուշ։ Դե Անուշ լինի, կարծում եմ, որ նույնիսկ պետք չէ մատուցման ափսեի մեջ այս պահին ավելացնենք, թողնենք մի լավ մարինացվի, հետո կփորձենք։ Շնորհակալություն Անուշ։ Այսքանը Անուշ լինի։ Մեր գործընկերուհին էր մեզ հետ միասին, ով հրաշքներ գործեց, ինչպես հաղորդման սկզբում այսօր նշել էինք խոհանոցում, ընդմիջվենք վայելենք երաժշտական տրամադրություն եւ հետո շարունակենք մեր ընթացքը, խնդրեմ։